Զարմանք զարմանալի, հրաշք հրաշալի, ռուսական ժողովրդական հեքիաթ։ Եղել է չի եղել մի հարուստ վաճառական, սա էլ ունեցել է մի կին։ Վաճառականը ամեն տարի օտար երկրներ էր գնում, թանկ ու լավ ապրանքներ առնում ու ծախում։ Մի անգամ էլ նավը սարքի գցեց, ճամփի պատրաստություն տեսավ ու կնկանն ասաց. Ասա, սիրելիս, քեզ համար ինչ նվեր բերեմ օտար երկրից։ Կինը թե. Ես քեզանից ամեն ինչով գոհ եմ, ամեն բանից էլ շատ ունեմ։ Իսկ թե ուզում ես սիրտս շահած լինես, ինձ համար բեր զարմանք զարմանալին, հրաշք հրաշալին։ Լավ, թե գտնեմ կբերեմ։ Վաճառականը ծով դուրս եկավ, գնաց հասավ մի հեռու երկիր, մի թագավորություն, դեմ առավ մի մեծ հարուստ քաղաքի։ Ապրանքը ծախեց, նոր ապրանք առավ, բարձեց նավն ու միտք արեց, թե հիմա էլ որտեղից գտնի զարմանք զարմանալին, հրաշք հրաշալին։ Հենց այդ ժամանակ մի անծանոթ ալևոր պատահեց։ Ինչ ես այդպես մոլոր կանգնել, լավ տղա։ Բա ինչ անեմ, պատասխանեց վաճառականը։ Կնկաս համար զարմանալի զարմանք, հրաշալի հրաշք եմ ուզում, չեմ ճարում։ Վայ, տնաշեն, շուտ ասեիր էլի, արի հետս։ Զարմանալի զարմանք էլ ունեմ, հրաշալի հրաշք էլ ունեմ, թե ուզում ես կծախեմ քեզ։ Իրար հետ եկան ալևորի տունը։ Տեսնում ես այն սագը, որ բակում ման է գալիս։ Տեսնում եմ։ Դե հիմի նայիր, ինչ է լինում։ Հեյ, սագ, էստեղ արի։ Սագը ելավ վերնատուն։ Ալևորը թավան դրեց ու նորից հրամայեց։ Այ սագ, մտիր թավայի մեջ։ Սագը թավայի մեջ պառկեց, ալևորը թավան դրեց կրակին, սագը տապակեց, հանեց դրեց սեղանին։ Դե վաճառական, իմ բարեկամ, նստիր հաց ուտենք, մենակ թե ոսկորները սեղանի տակ չածես, իրար գլխի մի տեղ կհավաքես։ Դե սեղան նստեցին, երկուսով ամբողջ սագը կերան։ Ալևորը չոր ոսկորները հավաքեց, սփռոցի մեջ փաթաթեց, գցեց հատակին ու ասաց. Սագ, վեր կաց, քեզ թափ տուր ու գնա բակ։ Սագը վեր կացավ, թփրտաց ու դուրս ելավ բակ, ոնց որ վառարանում հեչ չէր էլ եղել։ Իսկապես որ, դա է զարմանք զարմանալին, դա է հրաշք հրաշալին, ասաց վաճառականը։ Գինը բարիշեց ու ահագին փող տվեց, սագն առավ։ Վերցրեց, նստեց նավն ու լողաց դեպի իրենց երկիրը։ Հասավ տուն, կնկանը բարևեց, սագը իրեն տվեց ու ասաց. Էս թռչունը, թեկուզ ամբողջ օրը հա տապակես, հա ուտես, չի հատնում, էլի կենդանանում է։ Հաջորդ օրը վաճառականը գնաց խանութ, կնոջ սիրածն էլ եկավ վաճառականի տուն։ Կինը էսպիսի հյուրին, ինչպես սիրելի ընկերոջը, որ տեսավ, էլ ուրախությանը չափ չկար։ Հյուրասիրելու համար էլ որոշեց, որ տապակած սագից լավը չկա, գլուխը պատուհանից հանեց ու կանչեց. Սագ, էստեղ արի։ Սագը ելավ վերնատուն։ Սագ, մտիր թավայի մեջ։ Սագը չլսեց, թավան չմտավ։ Կինը հերսոտեց, թավայով խփեց սագին, թե չէ, թավան մի պոչով կպավ սագին, մյուսով վաճառականի կնկան։ Էնքան ուժեղ կպավ, որ էլ պոկ չեկավ։ Ախ, իմ քաղցրիկ ընկեր, գոռաց վաճառականի կինը, պոկիր ինձ թավայից, վայ թե էս անիծյալ սագը կախարդված է։ Սիրեկանը ձեռքով պինդ գրկեց կնկան ու թավայից ուզեց պոկի, թե չէ, ինքն էլ կպավ կնոջից։
Սագը դուրս եկավ բակ, անցավ փողոցը, սրանց էլ ետևից քարշ տալով գնաց դեպի խանութը։ Գործակատարները տեսան ու վրա հասան, որ բաժանեն, բայց ով մոտ եկավ, կպավ, ով ձեռ տվեց, կպավ։ Ժողովուրդը վրա տվեց էս հրաշքին մտիկ տալու, վաճառականն էլ իր խանութից դուրս եկավ ու տեսավ, որ գործը վատ է։ «Էս ինչ մարդիկ են, կնգա ետևից շարվել»։ «Ինչ եղել է, պատմիր, կնիկ, թե չէ միշտ էդպես կպած կմնաս»։ Էլ ճար չկար, կինը մեղայի եկավ։ Վաճառականը սրանց անջատեց, կնգա սիրած մարդու վզակոթին տվեց, կնկանն էլ տուն տարավ, մի լավ խրատեց, ամեն խոսքի գլուխ կրկնելով, թե «Այ քեզ զարմանք զարմանալի, այ քեզ հրաշք հրաշալի»։